Ողջունում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ, արդեն մի քիչ գարնան շունչ ազգացվում, չէ հոլովակներումս։ Եղանակը բարեխառը, մի օր լավ, մի օր վատ, իսկական մարտիղին ա կանում։ Այգու գործերը սկսվել են շատերի մոտ, այգին որ մի քիչ արև կողմա ու կարողանում է ցեղ չի, կարողանում է ինչ-որ գործեր անել, մերն էլ լավ վատ տեսել եք արդեն մի անգամ այգի ենք մաքրել։ Այսօր ուզում ենք ինչ անենք, այսօր ուզում ենք ծառ տնկենք։ Այգեձոր գյուղից Լյուդվիգ պապը, ով իմ հոլովակներում մի անգամ նկարահանվել է, մեզ երկու ծառ ա տվել, շիվ, կարելի ասել, մի րոպե դնեմ ստեղ ու խոսամ հա դրա մասին, այսպես դնեմ, ես մի քիչ հեռու գամ ու ցույց տամ։ Երկու շիվ ա տվել միանգամից արմատակալած, այսինքն պատվաստ չենք անում էլի, միանգամից այ այսպես արմատը հողով, մեկը ունաբա, այն վրներ ունաբա, Թաթուլը գիտի, Թաթուլին ասել, ինձ էլ ասել, բայց դե քանի որ իմ հիշողությունը շատ լավն է։ Մեկը ունաբա, մյուսն էլ զկեր է, այն մեծ լավ զկերից է։ Այն օրը տենց որոշեցինք, որ քանի որ իսկապես այգին ամբողջությամբ չենք մշակում, բերենք այն չմշակվող մասերը, մի քիչ կարգի բերենք ու որ ծառերը, որ մեր գյուղերում կարող են աճել, կլիման թույլ է տալիս, այդպիսի լավ բերքատու ծառեր տնկենք։ Օբաս։ Այս բահս այս էլ ծառերս ու իհարկե ձեռնոց, որ մատներս չկեղտոտվի շատ։ Թաթուլը կորել է, որ սպասեմ, այսօր երևի թե շատ սպասեմ, ավելի լավա առանց իրան անեմ, լավավոր զանգեցի, հիշեցրեց, ուզում էի տանեմ այգու տենց մի շարով ունենք, չեմ հիշում, անցած թե նախանցած տարի ենք դրել, 2 թե 3 հատ ինչի ծոր, չի աշխատում, լավ չի աշխատում։ Ուզում էի տանեմ նրանց շարունակություն դնեմ, բայց Թաթուլն ասեց, բայց չես հիշում, Լյուդվիգ պապն ասեց, ինքը սալորի ծառերի նման լկստվող են, եթե առավ կպավ, այսինքն ինքը շատանում է, այնպես որ տար այգու կողքին չափարի մոտ էլի ցանկապատած տարածքին մոտ դիր, որ եթե շատանա էլ այդ տարածքում շատանա, դե աստվածա թող շատանա, ես էլ բերքի ծերին կրակն ընկնեմ։ Ինչ ա մեզ պետք, հա ջուր չեմ բերել փաստորեն։ Այստեղ իրարից 2 մետր հեռավորության վրա, 2-3 մետր հեռավորության վրա մի քիչ վարում, փխրեցնում եմ ու բերում եմ, ջրում եմ ու ծառերս տնկում եմ։ Գնացինք։ Էս իմ բահը ու գնացինք։ Այս տարածքի խոտերն էլ այստեղ ենք սրբել, վառել ու այստեղ մի տղել տնամ հլա։ Հա, ինձ թվում էր քարոտ կլինի, բայց չէ։ Մի քիչ վարում եմ, որ կարողանամ ծառի տակը փափուկ լինի, հեշտ կպչի։ Ու մեկ էլ պիտի հիշեմ, դե շուտ-շուտ ջրեմ։ Իմիջայլոց եղանակը վատն էլ ա լինում։ Ցանքսեր կա, որ ինչքան ուզում ավրեն անձրև գա, պիտի դու ջրես տակից, այսինքն ոչ տերևների վրից անձրևն էլի, մոզորս դորավ բերանս։ Հելա ես ինչ արմատնի ա։ Ասում են, ես որ ցանում ենք այսպես դուրս չի գալի։ Խի ասենց, ինչը ցանում ենք դուրս չի գալի, ինչը չենք ցանում, այսենց լցվում ա։ Ասում են, որովհետև այս մոլախոտերը հողի զավակներն են։ Իսկ դու բերում ես ուրիշ սերմ ես դնում հողում ու էդ ու հողի զավակը միանման չեն աճում։ Ոնց էլ ճիշտ են, չի ասում։ Բոլայս մինի հիմար ես կանա։ Երևի ստեղից էլ անեմ։
Արմատներն ա որ թույլ չի տալիս վարեմ, թե չէ ընդհանուր ինքը փափուկ ա։ Բաս էլ երևի սրելու ա, դե տարի դեռ բահով գործ չեն կարել։ Դրա համար այսպես ա։ Լավ չկտրում էլի։ Տելես մի կողմից անենք լավ, տեղը լեն ու բոլլի։ Սաղ արմատ, այ։ Հետ մեկ, անցնենք հաջորդին։ Երևի թե այս մասերում էլ մեկը դնենք, 2 մետր իրարից հեռուն, կարծում եմ լավ ա։ Բզերեցի, խամով եմ ընկել։ Գնամ ջուրն էլ բերեմ, մի մեծ լավ վեդրո ջուրա պետք ժողովուրդ, որ երկուսն էլ լավ տակը խոնավացնեմ, որ լավ կպնի ու մնում ա որ հիշեմ ամեն օր բերեմ կամ երեխեքին կասեմ կանեն էլի տեսախցիկս թողնեմ այստեղ կարող ա 2 փոքր վեդրոյով բերեմ, որ ձեռքերս ազատ լինեն, բայց այն որ ասում են մենակի արածմն գերածմն էլ ճիշտ են ասում երկուսով բավականին հեշտ կլիներ։ Գնամ ջուր բերեմ։ Այ է, ոչ տերնս այդքան ջամփ եմ բիրել եմ։ Աղջի խելքս կտրում չի։ Այ գոմում ջուր ունենք ու գոմի մոտ եմ էլի ես իջել եմ ներքևից չնայած դե վեդրոն մեկա ներքև էր, բայց դե լցրել ու մինչև ստեղ եկել։ Գնանք շարունակենք, գնացինք, եկեք։ Սիրելի հետևորդներ, իրականում առաջին անգամ եմ ծարտնգում ու համոզված եմ, որ ձեզնից շատերը նույնպես չեն տնկել, բայց երեխա ժամանակ այդպես աղոտ հիշում եմ դպրոցական տարիներին, տանում էին ստեղ ընդեղ թեթև ծառատունկ էին կանում, բայց էս իսկական էլի, ասում են իսկական տղամարդը անցած տարի թաթրո տնկել ա, հա, ստարի էլ ես կտնկեմ, ոչինչ, ասում են իսկական տղամարդը պիտի ծառ տնկի, տուն կառուցի ու տղա ունենա, փառք Աստծո։ Հիմա այս վարածս տեղը այսպես փորում եմ, մի քիչ ջուր եմ լցնում, ու ծառերից մեկը ուղարկում եմ փորված փոսը։ Փշերել ունի է։ Այս խոնավ հողից լցնում եմ։ Մի լավ ոդկով սխմեմ։ Այսպես մի լավ, պիտի շատ լավ ամրացնենք, շատ լավ։ Մի քիչ թողեմ այդ ջուրը քաշի հողը շուտ լրի ոնց որ թե դե դրա համար եմ ասում, քանի որ առաջի անգամ եմ անում, հնարավոր է ծառ տնկելը ունի իր նրբությունները, ինչպես ցանկացած գործ, վստահ եմ դրանում, բայց դե տա ինչ որ այա տեղաց եմ անում։ Հուսով եմ կառնի, կկպնի ու տարեստարի կտեսնենք նրա մեծանալն ու աճելը։ Չէ։ Հա։ Այս սրան սրա տակն էլ սարքենք սիրուն, որ ջրելիս էլի ջուրը մնա չգնա։ Սիրելի
հետևորդներ, կարծում եմ դժվար չի ու մնում առնի արդյունք տնանք, չգիտեմ քանի տարի հետո են բերք տալու, բայց որ հանդիպենք էլի Լյուդվիգ պապին, ինչը որ հաստատ լինելու է ու շուտով, այս տարի ձեր մարհոլովակնին լավը դեն լիլ, շուշուտ դեն լիլ, իսկ հիմա գրականով, այս տարի ձեզ համար հոլովակները ավելի հաճախ եմ նկարելու, ավելի լավն եմ նկարելու, հետպես եմ մտածում էլի ու ներկայացնելու ձեզ և ձեր օրը մեր հետ լավ կանցնի և մեր օրը իհարկե ձեզնով լավ կանցնի։ Սիրելի հետևորդներ, ես էլ ծառ տնկելը, քանի որ այսօր տանն եմ, լիքը գործեր ունեմ, գնամ իմ մյուս գործերը շարունակեմ, այգում երևի թե այսօր այսքանը։ Չգիտես որն անես, որը թողես, որովհետև եղանակն էլ մի կողմից չի թողնում, խանգարում է։ Հիմա տեսեք, արև թվում է թե լավը, բայց հեռվում երևում են չէ ամպերը, հեսա կգան, որովհետև այդպես մռայլ է, ինչ որ չափով։ Սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս, այս դեպքում սիրելի ինձ դիտողներ, ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, միացեք նաև հրաչիս ալիքին, որը ռուսալեզու է, как живется в Շամշադինե, շատերն են ասում ինչու ռուսերեն, ասեմ, որովհետև նախ ռուսերենից, ինչպես տեսնում եք, ինքնուս դպրոցի սովորածը ու ավելի շատ ինքնուս լավ է ստացվում մոտը, իհարկե չեմ ասում իդեալական, բայց իր տարիքին համապատասխան ռուսերեն Ռուսաստանում չապրելու ու ռուսերենի պարապմունքների չգնալով շատ էլ լավ է ստացվում և ինչու ռուսերեն, որովհետև այդպես ավելի լայն հետևորդների ցանկ կունենա հրաչս եւ իհարկե ովքեր ուզում են այսպես նստեն ու խորհեն, իրանք էլ թող միանան կարոտի թևին ալիքին, որտեղ գրված ցանկացած, ասված ցանկացած բառ ու բանաստեղծություն կամ պատմություն կամ միտք քույրիկս է հանձնում թղթին, ես էլ այն բարձրաձայնում եմ։ 3 ալիքների հղումներն էլ կգտնեք Ապիսանիա բաժնում։ Իսկ ես ասեմ, որ շատ եմ սիրում ձեզ յուրաքանչյուրիդ ու գնամ գործերս շարունակելու։ Մնացեք բարով։ Քեչ